Քաջարանի ջուրը բերելու նախագիծը կա, այդ անում, բայց այդ անկախ իմ ասել կպա մարդ ճիշտ եմ, չի հասկանում, որ այդ ընթացքի վրա դրած է։ Այն Եվրոմիության մեծ ծրագրի բաղադրիչի մեջ է դրված։ Չէ, կարող նախագիծը որ ունենանք, թեկուզ պտոր կանենք, ինչ կարժենա մոտավորապես։ Դեմից տիպը 25 կիլոմետր։ 2 միլիարդ, 3 միլիարդ, կարող ասել 2 միլիարդ, 3 միլիարդ, 1.5 միլիարդ։ Մի հատ թիվը գինը իմանանք ինչ է։ Գինը իմանանք ինչ է, բայց այս խոսակցությունը շարունակում եմ սենց, ես հանձնարարում եմ գալիս են այս ջուրը չափեն լիտր վարկյան։ Բայց միայն սա չէ, սա քարիզներից 5 հատ էսի քարիզն։ Շատ լավ, գալիս եք չափում եք, գալիս եք չափում եք, թե Շվանիձոր գյուղում քանի լիտր վարկյան ջուր է տալիս այս քարիզները, բոլորը իրար հետ։ Եվ մեծ պրոբլեմ ունենք, պարոն վարչապետ, վարձավճարների հարցով։ Սև ու սիպտակ կա այս գյուղում։ Դե ինչ ասում եք։ Սև ու սիպտակ։ Այսինքն 320 մմ դիամետրով խողովակաշարը հաշվում է 200 դրամ, 2400 դրամ։ 150 մմ տրամաչափով խողովակաշարը 1000-1200 դրամ կամ 900 դրամ։ Հիմա ինքնահոսի ժամանակ։ Ինչքանը։ Ես ուզում եմ, ինչքանը։ ես ուզում եմ, որ իմ ջուրս չափի։ Մի րոպե։ Այ։ Ես ուզում եմ իմ ջուրս չափի։ Այ։ Պոմպ կա, որ ոսեմ կա դվենացել։ Երկու հատ պոմպ են կպցրել, ասում է սա գինը բարձր է։ Ասում եմ ինչպես է բարձր դա, եթե մի կալյոս է այդ նույն ջուրը վերցնում։ Տեղնավոր ոչ մի բան չեմ կարող ասում։ Այդտեղից է սկսում բոլոր խնդիրները, որ այդ գինը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այդ տեսեք հիմա վերադառնամ, չէ, մի րոպե, վերադառնանք հələ 11.5 այդքան է սուզան արդեն Չէ, մի րոպե, հələ 11 դրամ է սուբսիդավորվում։ Հիմա որ այդքան ասում եք ժամանակին սպասարկել, էս անել, խովակները, ուտեչկաները վերացնել։ Այդ որ ասում եք նասոսը տվեք, նասոսը տալիս ենք, էլեկտրական հոսանքը ծախսում է, ջուրը մղում է, այդ նասոսի հոսանքի փողը ով է տալիս։ Ով է տալիս։ Բոլոր դեպքերում հասկանալի է, պետության կողմից էլ է։ Չէ, այսօր ջրային համակարգի վրա 8 միլիարդ դրամի պարտք կա, 8 միլիարդ դրամի։ Պարզա հիմիկարակ ասեք, այն մեկը սենց արե, մեկը նենց արե, օքեյ, շատ լավ։ Բայց արդյունաբերական հոսանքի մենակ հոսանքի սակագինը այդ 11 դրամից այդ մի խորանարդ մետր ջուր մղելու համար անհրաժեշտ հոսանքի գինը 11 դրամից հաստատ ավելի շատ է։ Ուրեմն պետք է մենք խնայենք մեր բնական ջրի ռեսուրսները, պաշարենք, այդ փողը չծախսենք, ուրիշ տեղ ծախսենք։ Չէ, պետքա ջրի գինը բարձրացվի։ Պետք է ջրի գինը բարձրացվի, որը լինի շուկայական, որ այդ ամեն ծախսը հնարավոր լինի անել։